Պարոն Ավետիսյան, քաղաքական բոլոր գործընթացները 2026-ին ձեր կուսակցությունը ինչ է անելու եւ դուք կողմ եք իշխանափոխության փողոցային տարբերակով, թե ընտրությունների։ Գիտեք, մենք կողմ ենք ընտրություններին, բնականաբար մասնակցելու ենք այդ ընտրություններին, քաղաքական կուսակցությունները հենց դրա համար են, որ ընտրություններով մասնակցեն եւ այսպես ասենք փորձեն ժողովրդի դրական կամ բացասական վերաբերմունքը ստանալ։ Մենք պատրաստ ենք նաև այլ տեսակի պայքարների, բայց ինչպես տեսակ մենք առաջարկեցինք մի տարբերակ, որը ամենաանցնցումն է լինելու, եւ եթե գան այն տարբերակին, ինչ որ մենք առաջարկում ենք, դա մեր համար եւ մեր ժողովրդի համար կլինի շատ դրական եւ ցանկալի։ Հետեւաբար որպես քաղաքական կուսակցություն մենք պատրաստ ենք մասնակցելու ցանկացած տիպի քաղաքական process-ների։ Դուք խոսեցիք գործողություններից եւ ասեցիք, որ ձեր գործողությունները այլ են։ Որոնք են ձեր գործողությունները, մի քիչ փակագծերը կբացեք եւ նաեւ խոսեցիք պլան B-ի մասին։ Եթե հնարավոր է սրա մասին էլ խոսենք։ Գիտեք, ես պլան B-ն այս պահին չեմ ուզում բացել, բայց դե պլան A-ի մասին խոսում ենք եւ խոսքը նրան է վերաբերվում, որ հաջորդ օրը համագումարից հաջորդ օրը մենք ձևավորելու ենք մի պատվիրակություն, որը այցելելու է Հայաստանի Հանրապետությունում գործող բոլոր քաղաքական կուսակցությունների գրասենյակ։ Այդ թվում նաև հրավիրելու ենք լրատվամիջոցներին եւ բոլորը տեղյակ են լինելու մեր առաջարկությանը, որ կուսակցությունը ինչպեսի պատասխան տվեց։ Այսինքն ձեր բոլոր քննարկումները եւ հանդիպումները բաց են լինելու։ Հանդիպումները լինելու են փակ, բայց դուրս են գալու եւ այդ մասին տեղեկություն տալու ենք։ Իսկ ձեր պատվիրակությունը քանի հոգուց է բաղկացած եւ արդեն գիտեք ով է ղեկավարելու այն։ Պատվիրակությունը լինելու է 3-ից 5 հոգի։ Ղեկավարը դուք։ Դե բնականաբար մենք այս պահին ենք կոորդինացնում մեր քաղաքական ուժնա, եթե այլ ուժեր կմիանան, հետո արդեն կորոշենք։